Լոս Անջելեսում շուտով կտեղադրվեն արագաչափ տեսախցիկներ։ Քաղաքը նախատեսում է տեղադրել 125 նման սարք։ Նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատումն է։ Տուգանքները կուղարկվեն վարորդներին փոստով, տեսախցիկները կարձանագրեն թույլատրելի արագությունը 11 մղոնով գերազանցողներին։ Ծրագրի մեկնարկից հետո կլինի 60-օրյա նախազգուշացման շրջան, այնուհետև տուգանքները կսկսվեն $50-ից։ Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտը ընտրել է վտանգավոր հատվածները։ Նախատեսվում է, որ պատահարների թիվը նվազեցնելու հետ այս նախաձեռնությունը նաև տասնյակ միլիոնավոր դոլարներ կբերի քաղաքին, այնուամենայնիվ որոշ բնակիչներ թերհավատ են մոտենում այս նախագծին։ Այլ քաղաքների փորձը ցույց է տալիս դրական արդյունքներ։ Սան Ֆրանցիսկոն արձանագրել է մահացության դեպքերի զգալի անկում։ Տեսախցիկները չեն արձանագրի վարորդների դեմքերը կամ ուղևորներինը, նրանք գրանցելու են միայն տրանսպորտային միջոցի համարանիշը։ Քաղաքի պաշտոնյաները պնդում են, ոստիկանությունը հասանելիություն չի ունենալու տվյալներին։ Ցանցը պետք է գործարկվի մինչև աշուն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Վարորդների համար թակարդներ Լոս Անջելեսի ճանապարհներին։ Մերժված խաղաղության 15 կետերը, ինչու է ԱՄՆ-ն նոր զորքեր ուղարկում դեպի Իրան։ Անվերջանալի քննարկումները Սենատում և երկարող հերթերը օդանավակայաններում։ Պետական համակարգը կանգ է առնում կիբերանվտանգությունից մինչև առափնյա պահպանություն։ Միջազգային շուկան շարունակում է ցնցվել Մերձավոր Արևելքում չդադարող պատերազմից։ Կարիբյան ծովի արգյունոտ ալիքները, ով է իրական թիրախը։ Ոստիկանական լայնածավալ գործողություն Սան Բերնարդինոյում։ Էլեկտրական հեծանիվները նոր օրենքի թիրախում։ Եվ Կալիֆորնիայի համալսարանը հայտարարում է անվճար կրթություն։ FIFA-ն էլ աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի վերջին փուլի մասին է հայտարարել։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանին առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների ցանկով։ Կինո, թատրոն, ստենդափ, համերգ, Մանու միջոցառումներ է առաջարկում ամենատարբեր ճաշակների տեր մարդկանց համար։ Բաց չթողնեք ու հետաքրքիր ժամանցի ձեր նախընտրած տարբերակը հաստատ կգտնեք այդ շարքում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ, մեկնաբանություններում պարզապես գրեք ձեր առաջարկներն ու կարծիքը մեր նախագծի մասին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Լոս Անջելեսի ոստիկանությունը կանգնած է նոր մարտահրավերի առջև, քննարկվում է երթևեկության կանոնների խախտման պատրվակով մեքենաները կանգնեցնելու թեման։ Ոստիկանները այդ կերպ փորձում են բացահայտել ծանր հանցագործություններ։ Իրավապաշտպանները պահանջում են արգելել այդ գործելավոճը։ Քննադատները պնդում են, որ սևամորթ եւ լատինամերիկացի վարորդներն ավելի շատ են կանգնեցվում։ Ոստիկանության հրամանատարությունը հակառակը պաշտպանում է այդ գործելավոճը։ Լոս Անջելեսի կենտրոնական եւ հարավային բյուրոներում իրավիճակը ավելի սուր է։ Ոստիկանները պնդում են, որ դա օգնում է կանխել բռնությունը։ Հանձնաժողովը վերլուծում է նաեւ զենքի առգրավման տվյալները։ Այս տարվա սկզբին առգրավված զենքերի թիվը աճել է, սակայն այդ փաստի հստակ կապը ճանապարհային ոստիկանների կողմից մեքենաները կանգնեցնելու հետ չի հաստատվել։ Առաջիկայում ակնկալվում են նոր քննարկումներ այս խնդրի շուրջ։ Տեղական լուրերին կվերադառնանք քիչ անց, մինչ այդ մի քանի լուր միջազգային եւ համաամերիկյան կարևորագույն իրադարձություններից։ Միացյալ Նահանգները Իրանին առաջարկել է խաղաղության 15 կետ, Իրանը պաշտոնապես բացասական է արձագանքել այս առաջարկին։ Իրանցի պաշտոնյաները հանդես են եկել իրենց հակընդդեմ առաջարկներով։ Նրանք պահանջում են դադարեցնել ագրեսիան եւ սպանությունները։ Իրանը պահանջում է նաեւ ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցում։ Թրամփը հավանություն է տվել 1000-ից ավելի օդադեսանտայինների տեղակայումը Մերձավոր Արևելքում։ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է ամերիկյան զորքերի շարժի մասին։ Նա հայտարարել է, որ Թեհրանը ուշադիր հետևում է ԱՄՆ-ի գործողություններին։ Պատերազմը շարունակվում է արդեն 4-րդ շաբաթը։ Տարածաշրջանում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը։ Իրանում իսրայելական եւ ամերիկյան հարվածներից զոհվել է 1200 մարդ։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հաստատել է
այս տվյալները։ Լիբանանում զոհվել է առնվազն 1000, իսկ Իսրայելում 17 մարտ ամերիկյան կողմը եւս կորուստներ է կրել, զոհվել է 13 զինծառայող, եւս 2-ը մահացել են ոչ մարտական պայմաններում։ Արդեն լուրջ կասկածներ կան, թե որտեղ են նախատեսվում օգտագործել ամերիկյան ցամաքային ուժերը Մերձավոր Արևելքում։ Իրանի Խարկ կղզին է հայտնվել ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում։ Այն ապահովում է Իրանից նավթի արտահանման ավելի քան 90%-ը։ Թրամփը չի բացառում այս կղզու գրավումը։ ԱՄՆ-ն արդեն ռմբակոծել է կղզու 90 թիրախներ։ Դրանց թվում է նավատորմի բազան եւ հակաօդային պաշտպանության համակարգերը։ ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ ուղարկում է հազարավոր նոր զինվորներ, տեղակայվում են պարաշյուտիստներ եւ ծովային հետևակայիններ։ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է ամերիկյան ուժերին, նա գրել է՝ «Մի փորձեք մեր վճռականությունը»։ Ռուսաստանը հույսեր ունի, որ ցամաքային ներխուժումը տեղի չի ունենա։ Փորձագետները զգուշացնում են լուրջ վտանգների մասին։ Կղզու գրավումը կարող է հանգեցնել հակամարտության երկարաձգմանը։ Օդադեսանտային ուժերը այդ տարածքում կիրառելը ԱՄՆ-ի համար լուրջ ռիսկեր է պարունակում։ Կղզին գտնվում Իրանի հրետանու հասանելիության շրջանում։ Զինվորների մատակարարումը լինելու է չափազանց բարդ խնդիր, Իրանը կարող է արգելափակել շրջակա ջրերը։ ԱՄՆ ֆոնդային շուկաներում ցնցումները շարունակվում են խաղաղության 15 կետանոց պլանի մասին, լուրերը հույսեր արթնացրին։ Սկզբում S&P 500 եւ Nasdaq ինդեքսները աճեցին, սակայն Իրանի բացասական արձագանքը կոտրեց այդ լավատեսությունը, այնուամենայնիվ օրվա վերջում բոլոր ինդեքսները փակվեցին աճով։ Նավթի գները մնում են անկայուն եւ բարձր։ ԱՄՆ նավթի 1 բարելը արժե մոտ $90։ Պատերազմի սկզբից դրա գինը աճել է 30%-ով։ Brent տեսակի նավթի գինը կազմում է $102, բենզինի միջին գինը հասել է $3.98։ Թրամփը հակասական հայտարարություններ է անում։ Նա վստահեցնում է, որ ԱՄՆ-ն պատերազմում արդեն իսկ հաղթել է, սակայն այդ լավատեսությունը արդեն ի վիճակի չէ թույլատրել համաշխարհային տնտեսության մեջ առաջացած հսկայական լարվածությունը Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով։ Մասնակի շաթդաունը կշարունակվի, Սենատը կրկին տապալել է ներկայացուցիչների պալատի օրինագիծը։ Այն նախատեսում էր ազգային անվտանգության նախարարության DHAC ֆինանսավորումը, օրինագիծը հավաքել է ընդամենը 54 ձայն պահանջվող 60-ից։ Դեմոկրատները ներկայացրել են իրենց առաջարկը, այն ներառում էր ներգաղթի քաղաքականության որոշ փոփոխություններ։ Հանրապետականները մերժել են այն, կողմերի միջև համաձայնությունը դեռ շատ հեռու է թվում։ Քաղաքական հակամարտությունը կշարունակվի նաև հաջորդ շաբաթ, իրավիճակը մնում է փակուղային։ Արդեն ավելի քան 40 օր շարունակվող մասնակի շաթդաունը լուրջ խնդիրներ է առաջացնում մի շարք ոլորտներում։ Օդանավակայաններում հսկա հերթերը միայն սկիզբն են։ TSA-ի աշխատակիցների պակասը մոտենում է կրիտիկական մակարդակի։ Անվտանգության ոլորտի այլ կառույցներ նույնպես ծանր վիճակում են, արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ռեսուրսը սպառվում է։ Պատասխանատուները զգուշացրել են աղետների վերացման աշխատանքների դադարեցման մասին։ Կիբերանվտանգության գործակալության աշխատակիցների 60%-ը չի աշխատում։ Սա ռիսկ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարձակումների ակտիվացման համար։ Առափնյա պահպանությունը նույնպես չունի բավարար ֆինանսավորում, ֆեդերալ ծառայողները մնացել են առանց վարձատրության։ Մի շարք փորձագետներ ահազանգում են, որ կադրերի արտահոսքի հետևանքները վերացնելու համար ամիսներ են պահանջվելու, անգամ ֆինանսավորումը վերականգնելուց հետո։ ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում հարվածներ են հասցրել հերթական նավակին, հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ։ Ենթադրվում է, որ այդ նավակով թմրանյութ էր տեղափոխվում, սակայն զինվորականները չեն ներկայացրել թմրանյութերի առկայության որևէ ապացույց։ X սոցիալական ցանցում տարածված տեսանյութում երևում է նավակի պայթյունը։ Քննադատները կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող այս հարձակումների օրինականությունը, նրանք կասկածում են նաև այս մեթոդի արդյունավետությանը։ Մասնագետները նշում են, որ ֆենտանիլը ԱՄՆ է հասնում ցամաքային ճանապարհով, այն հիմնականում արտադրվում է Մեքսիկայում չինական հումքով։ Արհեստական բանականությունը լուրջ խնդիրներ է առաջացնում համալսարաններում։ Դասախոս Մեթ Փրինսը բացահայտել է AI-ով գրված տեքստերի գլխավոր նշանը։ Նրա կարծիքով moreover բառը ծառայում է որպես մատնող նշան։ Դասախոսը պնդում է, եթե տեքստում այդ բառը կա, այն 99%-ով AI-ի գրածն է։
Ուսանողների սովորական ոճում այդ բառը գրեթե չի հանդիպում։ Դասախոսը նկատել է նաև այլ տարօրինակ բառեր, ինչպիսիք են delve եւ tapestry։ Այժմ դասախոսը փոխել է ուսումնական առաջադրանքների կառուցվածքը, նա նախընտրում է ստեղծել առաջադրանքներ, որոնք դժվարացնում են AI-ի օգտագործումը։ Դրանք պահանջում են դատողություն եւ կոնկրետ մտածողություն։ Վերադառնանք տեղական լուրերին, Սան Բերնարդինոյում ոստիկանները մեծ գործողություններ են իրականացրել, մեկ շաբաթում ձերբակալվել է 108 մարդ, առգրավվել է 25 հրազեն եւ 2 ֆունտ թմրանյութ։ Իրավապահները կատարել են 16 խուզարկություն, ձերբակալվածներից 63-ը կատարել են ծանր հանցագործություն, մյուս 45-ը մեղադրվում են թեթև հանցանքների մեջ։ Հայտնաբերվել են հերոին, մեթամֆետամին եւ ֆենտանիլ։ Այս աշխատանքը կրում է շարունակական բնույթ, նպատակը բռնի հանցագործությունների կրճատումն է, ոստիկանությունը թիրախավորում է փողոցային բանդաներին։ Պայքարը տարվում է նաև հրազենային հանցագործությունների դեմ։ Գործողությունը կշարունակվի եւս մի քանի ամիս։ Հետաքննությունները տեղի են ունեցել մի շարք քաղաքներում, դրանք ներառում են Բարստոուն, Վիկտորվիլը, Յուքայփան եւ Սան Բերնարդինոն։ Գործողությանը մասնակցել են բազմաթիվ գերատեսչություններ։ Կալիֆորնիան խստացնում է էլեկտրական հեծանիվների օգտագործման կանոնները 2026 թվականից գործելու են անվտանգության նոր պահանջներ, հեծանիվները պետք է համապատասխանեն արագության եւ հզորության սահմաններին։ Դրանք թույլատրելի արագությունը գերազանցելու դեպքում կդիտվեն որպես ավտոմեքենաներ։ Այդ դեպքում վարորդները կկրեն օրենքով սահմանված լրացուցիչ պատասխանատվություն։ Ոստիկանությունը կարող է նաեւ բռնագրավել չհամապատասխանող սարքերը։ Հեծանվորդների համար կան հստակ այլ կանոններ եւս, հեծանիվները պետք է ունենան հետևի կարմիր լույս կամ անդրադարձիչ։ 18 տարեկանից ցածր անձիկ պարտադիր պետք է կրեն սաղավարտ, փոփոխված կամ սխալ ներկայացված հեծանիվները ենթակա են խիստ վերահսկողության։ Վերջին տարիներին Կալիֆորնիայում աճել է էլեկտրական հեծանիվների օգտագործումը, ինչպես նաեւ դրանց մասնակցությամբ վթարների թիվը։ Դրանք տարածվում են հատկապես դեռահասների եւ աշխատանքի գնացողների շրջանում։ Օրենքը նպատակ ունի պաշտպանել հեծանվորդներին եւ հետիոտներին փողոցներում։ Կալիֆորնիայի պետական համալսարանը նոր ծրագիր է գործարկում, այն ուսանողներին առաջարկում է անվճար ուսուցում, ծրագիրը կգործի 2026 թվականի աշնանից, նոր ընդունվող ուսանողները կստանան 4 տարվա ֆինանսավորում, տեղափոխվող ուսանողները կստանան 2 տարվա ծախսերի փոխհատուցում։ Ծրագիրը կծածկի միայն ուսման վարձը, գրքերի եւ կացարանի ծախսերը չեն ներառվում։ Ուսանողները պետք է կատարեն մի շարք պայմաններ, նրանք պետք է լինեն Կալիֆորնիայի բնակիչ, պետք է ներկայացնեն FA, FSA դաշնային ուսանողական օգնության անվճար դիմում, պետք է նաև լրացնեն CADAA Կալիֆորնիայի երազանքի ակտի դիմումը։ Ծրագրի շահառուները պետք է հաճախեն լրիվ դրույքով առնվազն 12 միավոր։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 15-ը։ Ցանկացողները պետք է հաստատեն իրենց ընդունելության մտադրությունը մինչև մայիսի 1-ը։ Մանրամասները ներկայացված են համալսարանի պաշտոնական կայքում։ FIFA-ն հայտարարել է աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի վերջին փուլը, այն կոչվում է վերջին րոպեի վաճառք։ Տոմսերի ձեռքբերման գործընթացը դառնում է ավելի հեշտ, նախորդ պատահական ընտրության փուլում եղել է 500 միլիոն հայտ։ Նոր փուլը սկսվում է ապրիլի 1-ին։ Այն տևելու է մինչև հուլիս։ Տոմսերը վաճառվելու են ըստ հերթականության, դրանք հասանելի են լինելու առկայության դեպքում։ Երկրպագուները ընտրելու են կոնկրետ նստատեղեր։ Այս փուլում տոմսերը թողարկվելու են աստիճանաբար։ Ապրիլի 1-ից տոմսատերերը կտեսնեն իրենց հատկացված տեղերը։ Գոյություն ունեն տոմսեր ձեռք բերելու այլ եղանակներ եւս։ Ապրիլի 2-ին բացվելու է պաշտոնական վերավաճառքի շուկան, այն հնարավորություն է տալիս անվտանգ փոխանակել տոմսերը։ Երկրպագուները կարող են գնել նաեւ հյուրընկալության փաթեթներ։ Աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին։ Մրցաշարին մասնակցելու են 48 երկրի հավաքականներ։ Հանդիպումները անցկացվելու են ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։
Մելանիա Թրամփը Սպիտակ տանը անսովոր հյուր է ընդունել, նա հանդես է եկել մարդանման ռոբոտի հետ։ Ռոբոտը հյուրերին ողջունել է տարբեր լեզուներով, առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել ռոբոտին, նրան ներկայացնելով որպես առաջին մարդանման հյուրը Սպիտակ տանը։ Սպիտակ տան գագաթնաժողովը նվիրված էր հենց արհեստական բանականությանը եւ կրթությանը։ Կրթության ոլորտում արդեն իսկ հաջողությամբ գործում են մի շարք AI գործիքներ, իսկ արհեստական բանականությամբ օժտված որոշ ռոբոտներ էլ անգամ սկսել են կիրառվել տնային գործերում։ Հաջորդ քայլը կլինի այն, որ ռոբոտները ինքնուրույն կստեղծեն այլ ռոբոտներ։ Լոս Անջելեսի դատարանը պատմական վճիռ է կայացրել Մետան եւ YouTube-ը մեղավոր են ճանաչվել սոցցանցային կախվածություն հրահրելու մեջ։ Դա առաջին նմանատիպ դատավարությունն է ԱՄՆ-ում։ Փոխհատուցման համար սահմանվել է $3 միլիոն, Մետայի պատասխանատվությունը կազմում է 70%, YouTube-ինը 30%։ Տուժողը KGM-ն է, որը 20 տարեկան է, նա ունեցել է դեպրեսիա եւ անհանգստություն։ Տուժողը խոստովանել է սոցցանցերը ազդել են իր ինքնագնահատականի վրա, հայցվոր կողմը պնդում է, որ տեխնոհսկաները գիտակցաբար թաքցրել են հավելվածի վտանգավոր հատկությունները։ Այս դատավճիռը ազդանշան է ողջ ոլորտի համար։ Մետան եւ Google-ը մտադիր են բողոքարկել այն։ Մատանիների տիրակալը ճանաչված շարքն առնվազն եւս մեկ ֆիլմ կունենա։ Նոր ֆիլմի սցենարը գրելու է հաղորդավար Ստիվեն Քոլբերը։ Warner Bros. Ստուդիան արդեն պաշտոնապես հաստատել է այս լուրը։ Քոլբերը իր որդու հետ կաշխատի սցենարի վրա։ Ֆիլմում կպահպանվեն վաղուց արդեն հայտնի դարձած ու սիրված կերպարները, հոբիտները, թզուկները, բայց նաեւ նորություններ են լինելու։ Նախկինում Մատանիների տիրակալը ֆիլմերը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների են արժանացել, այդ թվում մի շարք Օսկարների։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, հաջորդիվ իմ գործընկեր Մանու Հարությունյանն է շարունակելու թողարկումը առաջիկա օրերին սպասվող ամենահետաքրքիր միջոցառումներով։ Բարև ձեզ, օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում պատմելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումների մասին։ Try Again, կրկին փորձիր ֆիլմի ստեղծագործական խումբը հրավիրում է կինոմաններին վայելելու զվարճալի կատակերգությունը։ Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը հանուն սիրով վաճառում է հոգին 6 ցանկություն իրականացնելու դիմաց եւ շուտով հայտնվում է ծիծաղելի ու արկածներով լի իրավիճակների կիզակետում։ Միացեք լիաթոք ծիծաղին մարտի 29-ին երեկոյան ժամը 7-ին Glendale-ի Look-Dine-ին սինեմասում։ Շարունակվում են հաջորդ կինոկատակերգության «Թանկարժեք տղաները» ֆիլմի ամերիկյան ցուցադրությունները։ 17 տարի առաջ երկու նորածինների շփոթել են ծննդատանը եւ ծնողները չիմանալով այդ մասին մեծացրել են նրանց որպես իրենց սեփական զավակները։ Կարող եք դիտել ապրիլի 3-ին եւ 4-ին երեկոյան ժամը 7-ին Glendale-ի Look-Dine-ին սինեմասում։ Հոլիվուդի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը հրավիրում է կինոմաններին վայելելու ստեղծագործական եւ հուզիչ կարճամետրաժ ֆիլմերի հիանալի ընտրանի։ Սա միջազգային ամենամյա միջոցառում է, որը հնարավորություն է տալիս բացահայտել նոր պատմություններ, հանդիպել կինոյի սիրահարների եւ վայելել հաճելի մթնոլորտը Հոլիվուդի սրտում։ Մարտի 28-ին ժամը 11-ից մինչեւ երեկոյան ժամը 5-ը Լոս Անջելեսի Broadwater Theatre-ում։ Playfest LA-ը հրավիրում է կինոյի եւ հեռուստատեսության սիրահարներին հանդիպելու իրենց սիրելի աստղերի հետ եւ վայելելու ամենահայտնի հեռուստաշոուների ցուցադրությունները։ Փառատոնի ընթացքում սպասվում են անմոռանալի պանելային քննարկումներ եւ հատուկ ցուցադրություններ։ Ապրիլի 4-ից 12-ը Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Այժմ հրավիրում եմ թատերասերների ուշադրությունը։ Համազգայինի թատերախումբը հրավիրում է դիտելու Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնի, իսկ դրսում ձյուն է գալիս ներկայացումը։ Մոր մահից հետո 3 օտարացած եղբայրներ ստիպված են ապրել միասին, ժառանգությունը ստանալու նպատակով։ Չնայած իրենց բոլորովին տարբեր բնավորություններին, չլուծված խնդիրներին եւ փխրուն իրականությանը, ապրիլի 7-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Bornsdale Gallery Theatre-ում Forest Lawn թանգարանը հրավիրում է արվեստասերներին Convergence հայազգի ժամանակակից արվեստագետներ խորագրով ցուցահանդեսին։ Ցուցադրությունը ներառում է ավելի քան 20 հայազգի արվեստագետների աշխատանքներ, որոնք մարտահրավեր են նետում ավանդական ձևաչափերին եւ ներկայացնում հայկական յուրահատուկ ձեռագիրը։ Մարտի 21-ից օգոստոսի 9 ժամը 10-ից երեկոյան ժամը 5-ը Glendale Forest Lawn թանգարանում։
Կալիֆոռնիայի բուսաբանական այգին հրավիրում է ընտանեկան եւ բնության գրկում հանգստի սիրահարների Native Plant Festival 2026-ին։ Այս անվճար միջոցառման ծրագրում նախատեսված են տեղեկատվական հանդիպումներ հասարակական կազմակերպությունների հետ, սեմինարներ բնիկ բույսերի մասին, երաժշտություն, հեքիաթների ընթերցում, արհեստների տաղավարներ, ինչպես նաեւ տեղական սնունդ եւ ըմպելիքներ։ Մարտի 28-ին ժամը 10-ից 15-ը Քլերմոնտի California Botanic Garden-ում։ Հերթը հասավ ստենդափի սիրահարներին։ Արմեն Դարփինյանը հրավիրում է հումորի սիրահարներին իր Coming to Armenica ամենահամերգին։ Արմենի ստենդափը իսկական ծիծաղի տոն է, որտեղ նա պատմում է Հայաստանից ԱՄՆ իր ճանապարհորդության, մշակութային տարբերությունների եւ ճանապարհին հանդիպած զվարճալի իրավիճակների մասին։ Մարտի 29-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում։ Հայտնի կատակերգու դերասանուհի եւ պրոդյուսեր Էմի մրցանակի կրկնակի դափնեկի Սարա Սիլվերմանը հրավիրում է հումորի սիրահարներին իր մենահամերգին։ Անմոռանալի երեկոյին կարող եք մասնակցել մարտի 30-ին երեկոյան ժամը 8-ից 10-ը Լոս Անջելեսի Largo at the Coronet-ում։ Եվ վերջապես հասանք երաժշտասերներին, Craft Contemporary-ին եւ The Harmony Project-ը հրավիրում են երաժշտասերներին տոնելու գարունը համայնքային համերգով։ The Harmony Project-ի կոնսերվատորիան երաժշտական կրթության առաջադեմ ծրագիր է, որը ծառայում է Լոս Անջելեսի տարբեր համայնքների ավագ դպրոցի աշակերտներին։ Բաց մի թողեք արվեստի եւ Լոս Անջելեսի պատանի ստեղծագործողների տաղանդի խաչմերուկում ծնված այս անմոռանալի համերգը։ Մարտի 29-ին ժամը 2-ից 4-ը Լոս Անջելեսի Craft Contemporary-ում։ The Harker School-ի նվագախումբը եւ ջազ բենդը հրավիրում են երաժշտասերներին անմոռանալի երեկոյի Լոս Անջելեսի հռչակավոր Royce Hall-ում։ Սան Խոսեի առաջատար ուսումնական հաստատության աշակերտները կներկայացնեն բազմաժանր ծրագիր ջազային ստեղծագործություններից մինչև դասական գործերը, ինչպես նաեւ սիրված ֆիլմերի, տեսախաղերի սաունդթրեքեր։ Մարտի 30-ին երեկոյան ժամը 7-ից 9 Royce Hall-ում հրաշալի կիթառահար եւ երգահան Ռիչարդ Թոմփսոնը հրավիրում է երաժշտասերներին հատուկ երեկոյի Զարա Ֆիլիպսի մասնակցությամբ։ Բացառիկ համերգը կարող եք վայելել ապրիլի 2-ին երեկոյան ժամը 8-ից 10-ը Լոս Անջելեսի Largo at the Coronet համերգասրահում։ Մայրության եւ գեղեցկության օրը Արսեն Գրիգորյանը երաժշտասերներին հրավիրում է ռոմանտիկ եւ անմոռանալի երեկոյի։ Երգիչ երգահանը կներկայացնի ստեղծագործությունները լայվ նվագախմբի ուղեկցությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն 2000-ականների սկզբի սիրված երգերը եւ նոր կոմպոզիցիաներ։ Սպասվում են նաեւ հատուկ անակնկալներ։ Ապրիլի 7-ին երեկոյան ժամը 8-ին Գլենդելի L Avenue սրահում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։